Հայր նոր վիդեոյի նայում YouTube-ում մոնտաժ էլի անեմ Պուտինը Նավալնին միացել է Պուտինի ինչ-որ ուղիղ եթերին, որտեղ ինչ-որ իրար հետ խոսում են, տենց բաներ։ Ու հիշեցի, որ լիքը մարդիկ, ասենք, Ռուսամետ, ասենք, Ռուսաստանից, հայր էլի բան են անում, պաշտպանում են, աջակցում են եւ այլն։ Ես մի հատ հարց ունեմ, էլի։ Ինչ է Հիտլերը վատը։ Ըստ ձեզ։ Ես գիտեմ, ինչ է ինքը վատը։ Ես կարամ ասեմ հետեւյալը, նախ ես իմ կարծիքի իրա մասին բանը, ոնց ասեմ, հնարավորինս հստակ ասեմ, ինքը իմ համար ուղղակի վատ մարդ չի։ Այսինքն այն որ ուրիշները իրան կարծում են վատ մարդ եւ վերջ, իր արարքները, իր արածները, իսկ այն որ ինքը ինչ որ լավ բաներ արել, դրանք չեն հաշվեցվում։ Ոչ, հաշվեցվում են։ Ինքը իր արածներով տվեց փակեց իր արած լավ բաները, իր լավ արածները։ Բայց փաստը ու հարցը փաստը չի, դա մնում է, որ ինքը լավ բաներ է արել։ Ես ոնց ասեմ, դրանք ինչ որ աննշան սնցից բաներ չեն, ինչ որ դրանք շատ լավ բան են, դրանք կարևոր են։ Ուրեմն հիմա պետք չի խոսենք նրա մասին, արդյոք նա վատն է, թե վատը չի, ոնց եմ ես կարծում, ոնց է կարծում աշխարհը, ոնց է կարծում, ասենք, չգիտեմ, Ամերիկան, ոնց է կարծում Չինաստանը, ոնց է կարծում Եվրոպան եւ այլն։ Խոսենք նրա մասին, ինչու է Հիտլերը ձեզ համար վատը, եթե ձեզ համար Պուտինի նման մարդիկ, նմանատիպ մարդիկ լավն են, դուք հարգում եք, կամ իրենց արածը արդարացի է։ Ձեզ որ ասենք ասում են բռնությունից, դուք սկսում եք արդարացնել, սենց, ձեզ որ ասում են դիկտատուրա, դուք սկսում եք արդարացնել, բա նույն ձևով կներեք մենք կարանք արդարացնենք Հիտլերի դիկտատուրան։ Ես ձեզ ասեմ, որ Հիտլերի դիկտատուրան որոշ լավ բաների բերել է, ինքը բերել է դիսցիպլինայի, ինքը բերել է միասնության, ինքը բերել է բազում, ինքը բերել է նրան, որ կառուցվել է հզոր պետություն, որի դեմ բառից բուն իմաստով պատերազմել է ամբողջ աշխարհը, բացի Աֆրիկայից, բացի ինչ որ եսիմ ինչ հերու երկրներից Թայլանդ, Մայլանդ, այտենց մնացած բոլորը պատերազմել են Գերմանիայի դեմ։ Սովետական միություն, եվրոպական երկրները, բոլորը, Ամերիկան, դուք հասկանում եք ինչ հզոր պետություն է եղել, որ այդ պետության դեմ այդքան երկրներ են պատերազմել։ Դուք մի խոսացեք, վայ, բարոյականություն, վայ, սենց ճիշտ չի, արդար չի։ Դուք սիրում եք բան անել, խոսալ օգուտից, չէ, զուտ օգուտ։ Դե զուտ օգուտ, կապ չունի դա ինչքան արդար, ինչքան է լավ, ինչքան է ճիշտ, ինչքան է պուպուշ։ Զուտ օգուտ ախպեր։ Հզոր պետություն է կառուցել։ Ու առհասարակ ես զուտ օգուտից էի խոսում, ես խոսում էի նրանից, ինչի է բերել իր դիկտատուրան բերել է լավ բաների, դա փաստ է։ Իսկ այն որ ինքը բերել է վատ բաների, ինքը վատ բաների բերել է հակառակորդի համար։ Հիտլերը իր ժողովրդի հետ ինչ վատ բան է արել, կարաք ասեք։ Մենակ չասեք էլի, որ պատերազմը բանա զոհվել են։ Պատմության մեջ բոլոր պատերազմներում, ոնց ասեմ, ոչ թե բանը, ասենք, զոհվել են այն երկրի բնակիչները, որը սկսել է պատերազմը, այլ պաշտպանվող երկրի, այսինքն ստե կապ չունի ով է սկսել պատերազմը։ Ստեղ կապ չունի որ երկիրն է սկսել, որը չի սկսել, որն է պաշտպանվում,
Ստեղ կապ չունի ով է պետության ղեկավարը, ստեղ կապ չունի այնտեղ դիկտատուրա է, դեմոկրատիա է, ինչ է, կապ չունի, ամեն դեպքում են իրանք զոհվելու։ Իսկ այն որ ինքը իր բանը այդ ամեն ինչ որ ինքը արել է իր գաղափարների պատճառով որոշ չափ ավելի շատ է զոհվել, դա ուրիշ հարց է։ Դա ստացվում է որ դուք գտել եք ինչ որ թերություն, որը ասենք որը 30%-ով է բանը իրոք սենց բան սենց ոնց ասեմ կասյակ էլի ու դուք դա ուզում եք ներկայացնեք որպես եսի ինչ ինքը իր ժողովրդի իր ստեղծած կերտած պետությունը ինքը հզոր երկիր է եղել ես դա միշտ ասել եմ ու կասեմ իսկ նրանք ովքեր դա համարում են որպես ինչ որ նացիզմի արդարացում բան թող համարեն մարդը մտածել է իր երկրի մասին ինքը դաստիարակել է այնպիսի հասարակություն կերտել է այնպիսի հասարակություն որտեղ ժողովուրդը թքած չուներ իր երկրի վրա որտեղ մենակ բանակը չէր կոտորվում իր պետության համար մնացածն էլ էին պայքարում ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում դա չի նշանակում որ պիտի մերու մանուկ հանես խրտից պատերազմի ուղղակի պիտի լինի այնպիսի հասարակություն որը իր տան համար ուզում է պայքարի եթե տան համար պայքարի մենակ բանը դռան մոտ կանգնած է այդ տունը շատ հավանական է որ բան կխլվի եթե երկրի համար կռվում է պայքարում է զուտ մենակ բանակը թող չասեն չէ եթե բանը այդ այնց քո ասած ձևով այնց սիստեմա չեղավ բանը դա չի նշանակում որ չեն պայքարելու մնացածը ոնց են պայքարում մնացածը կարաք ասեք օրինակ բանը Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի համար ով էր պայքարում բացի բանակից ոչ մեկ ինչով եք պայքարում ինչ եք անում ժողովուրդն ինչ էր անում այդ որ դուք չգիտեմ ինչ որ գումարներ եք հավաքում եսի ինչեր բան եք անում առնում եք ուղարկում եք դա պայքարել չի ժողովուրդ դա պայքարել չի Եթե ընդհանրապես պայքարել չի, պայքարել երբ որ հելնում ճարդ ու փշուր են անում, պայքարելը դա է, այս 21-րդ, 20-րդ դարում էլ դա չկար, 21-րդ դարում սենց բան է հայտնվել, պայքար, էական պայքարը միշտ եղել է ու կմնա ֆիզիկական պայքարը, ֆիզիկական ոչնչացումը, ֆիզիկական բանը, վնասազերծումը դա է պայքարը մնացած ամեն ինչը դրանք կոչեր են դրանք օգնություն է դուք օգնել եք դուք չեք պայքարել դա չի կարելի անվանել պայքար մենք պայքարում ենք դուք ոնց եք լավ իրավական դաշտում պայքարել եք որտեղ եք պայքարել Այդ որ բանը կոչեր են անում, չգիտեմ, տարբեր երկրներից աջակցում են միտինգներ, պլակատներ, չգիտեմ, գումար են ուղարկում, դա պայքարել չի, դա բոյկոտ է կոչվում, դա ցույց է կոչվում։ Ինչ որ դու անում ես, դա տենց էլ կոչվում է։ Դու չես կարող խնձոր ուտես ու անվանես էդի բան, գիտես ինչ կա, պիր, քեֆ։ Դու ուղղակի խնձոր ես ուտում։ Ինչ իրանք արել են, տենց էլ պիտի կոչվի, իրանք ցույց են արել, պիտի կոչվի ցույց, իրանք շատ կները քակ են կերել, պիտի կոչվի քակուտել։ Եթե դու ցույց ես անում, դա չի կարա կոչվի պայքար։ Հասկանում եք։ Ինչով եք դուք գործ բան անում իրան, պիտակավորում։ Իր արած վատ բաները հետևյալն է։ Ես այնտեղ չեմ եթալու հասնեմ ուրեմն նացիզմ բան այդ գաղափարախոսությունը, որովհետև դա մնում է գաղափարախոսություն վերցնել քննադատելը դա հիմարություն է, որովհետև երկրագնդի վրա ոնց ասեմ կան օբյեկտիվ գաղափարախոսություններ, բայց միևնույն ժամանակ գաղափարախոսությունները այնպիսի բաներ են, որ ինքը Այնպես չի որ գիտական չի, նայած գաղափարախոսություն կան, բոլորն էլ ինչ-որ չափ գիտական են ու կան այնպիսի գաղափարախոսություններ, որ գիտական են, էլի, հա,
Բայց գաղափարախոսությունը ես օբյեկտիվ ոնց ասեմ, հիմա կոնկրետ օբյեկտիվությունը չեմ գործի դնում։ Ես գործի եմ դնում գիտությունը ու օբյեկտիվիզմը։ Ոչ թե օբյեկտիվիզմը, այլ օբյեկտիվության վրա եմ հիմնում։ Այսինքն ոչ միայն օբյեկտիվություն եմ գործի դնում, այլ նաև գիտությունն ու օբյեկտիվությունը, իսկ գիտությունը չի գնում կպում գաղափարախոսություններին։ Այդտենց երբեմն լինի։ Ուրեմն ես չեմ քննարկելու ինչքանով է ճիշտ նացիոնալ սոցիալիզմը, ինչքանով է ճիշտ սոցիալիզմը, ինչքանով է ճիշտ լիբերալիզմը։ Իմ համար մեկ է։ Դրանք իմ համար գաղափարախոսություններ են, որոնք փիլիսոփայության նման բան է, որոնցով մարդիկ ուղղակի ապրում են, դա ինչ որ գաղափար է, միտք է անում, դա հավատք է իմ համար։ Իմ համար գաղափարը դա հավատք է։ Իմ համար գոյություն չունի սենց իմ համար գոյություն ունի հաշվարկ, իմ համար գոյություն ունի գիտական բաներ, իմ համար նպատակը, որը հիմնված է գիտության վրա, հաշվարկների վրա, ինքը նպատակ չի, ինքը մի ուրիշ բան է։ Իսկ ուղղակի նպատակը էդի, երբ որ դու դա չգիտես ոնց ես անելու, իրականում այդպես է։ Այս աշխարհում եղած բոլոր նպատակներն էլ թե պետությունների, թե մարդկանց գրեթե բոլորը իրանք չեն եղել հաշվարկված, իրանք չեն եղել պլանավորված, նպատակ է, երբ որ դու ինչ-որ բան ուզում ես անես, ու դու դրա մասին զուտ չես երազում, այս դու գտնում ես, որ դա հնարավոր է, կամ դա իրոք հնարավոր է, ու տենց էլի դու պատրաստվում ես դա անես։ Դա կոչվում է նպատակ, դա է նպատակը։ Իսկ երբ որ դու արդեն դա ծրագրել ես, դա արդեն կոչվում է ծրագիր։ Այնպես որ ձեր այդ գաղափարախոսությունները իմ համար մեկ է, իմ համար ես որ ասում եմ բան դեմոկրատիա, դա ես ասենք պիտի ընտրես այնպիսի մի բան, որը քեզ ամենամոտն է։ Մի ձև պիտի անվանես այն ինչը, որ քեզ համապատասխանում է։ Դրա համար եմ ես դա ասում։ Իմ գաղափարախոսությունը, որ դու ոչ մեկին չխանգարես, չվնասես, ոչ մեկ չխանգարի ու չվնասի քեզ։ Ու այստեղ հետաքրքիր բան կա, ես բացի չվնասելուց ասում եմ չխանգարել, իսկ ուրիշները դա չեն ասում։ Ուրիշները կարծում են, որ կարելի է խանգարել ուրիշներին, բայց վնասել չէ։ Իսկ այնց երբ որ դու ինչ-որ բան ես անում, ոչինչ որ դու խանգարես։ Իսկ ես տենց չեմ կարծում։ Դու չպիտի խանգարես ուրիշներին, բայց ոչ էլ պիտի թողես, որ քեզ խանգարեն։ Ու առավել եւս դուք իրար չպիտի վնասեք, վերջ։ Դու ինչ ես սիրում, նա ինչ է սիրում, դու ինչ ես ուզում, նա ինչ է ուզում, դու ոնց է, ինչ արտաքին ունես, ինչպիսին ես, դու կապ չունի։ Եթե անգամ այդ բոլոր ռասայական այդ թեորիաները, որ բանը ինչ որ ռասա մյուսից բանա, ինչ որ իրոք գերազանցում է բան, եթե դա ամեն ինչը ճիշտ լիներ, ես դրանք ճիշտ չեմ ճանաչում, որովհետև դրանք ապացուցված չեն։ Դրանք հերկված են անգամ։ Հա, ու չի կարելի էս ամեն ինչ ուղղակի ինչ որ հրեական աշխարհի վրա դնել, որ այսինքն բզբզացել են ու թաքցնում են։ Դե այնենց բան է։ Բոլոր ինչքան գիտնականներ կա, այդ ամեն ինչի կառավարում են։ Ուրեմն եթե անգամ այդ ամենը ճիշտ լիներ, եթե անգամ մեկը մյուսից այն մեկը ուժեղ լիներ, թույլաներենի ավելի թույլաներենի ավելի ուժեղ ու խելացիններ, իմ վերաբերմունքը կմնար նույնը, որովհետև իմ վերաբերմունքը ոչ թե մարդկանց, այլ ընդհանրապես ինչ որ մեկի նկատմամբ ընդհանրապես չի որոշվում նրանով ինչպիսին է ինքը։ Ես չեմ ասում, որ բայց դու բան ես սենց քրչոտ ես, ավելի թույլ ես, ավելի դեբիլ ես, այնպես որ քո հանդեպ կարելի է մի քիչ անարդար լինել ու քո դեպքում դա այտենց անարդար չի լինի, որովհետև դու նայի քրչոտ ես։ Եթե ես այն լավի հետ տենց լինեի կամ այն նորմալի, դա անարդար կլիներ, որովհետև ինքը դրան արժանի չի։ Ոչ, արժանին չարժանին որոշվում է զուտ նրանով, ոնց է նա իրան պահում, ոնց է նա իրան դրսևորում։ Ուզում է այնի
1.40 մետր է, այնի 2 մետր է, ուզում այնի, չգիտեմ, 3 լիտրանոց բանը, վեդրով ջուրը հազիվ է տանում, այնի, չգիտեմ, ծառ կարա դնի ուսին էթա, իմ համար մեկ է, ուզում այնի դեբիլ է, այնի ամենախելացին է, ես իրանց երկուսին էլ վերաբերվելու եմ, ոնց ասեմ, եթե իրանք երկուսն էլ իրանց նորմալ պայծին, ես իրանց երկուսին էլ վերաբերվելու եմ նույն ձև, ես նրան ով որ ավելի ինչ-որ իմաստով լավն է, ինչ-որ տեղ, ավելի ճիշտ է, այտենց էլ լավը չես կարում, ես ուղղակի գերազանցում եմ, ես իրան ավելի լավ կամ նորմալ կամ արդար չեմ վերաբերվում, այտենց, ու լավն էլ ընդհանրապես որոշում է այտենց նրանով ոնց է նա իրան պահում, որովհետև ես չեմ հասկանում որ գաղափարախոսության, որ փիլիսոփայությամբ է, որ մարդու արժեքը որոշվում է իր ունակություններով, ես դա չեմ հասկանում, չգրված ինչ-որ բան է, ես ինչքան գաղափարախոսություն, ինչքան փիլիսոփայություն ուսումնասիրել եմ, ես ոչ մի տեղ դա չեմ հանդիպել, բայց մարդիկ դրանով ապրում են, բոլորը գրեթե, այսինքն ով որ ավելի ուժեղ է, որ ավելի խելացի է, որ ավելի գեղեցիկ է, իրան ոնց որ բանը, իրան ոչ թե ավելի լավն են դասում, իրան դասում են այդ մարդկանց վերաբերմունքն է, էլի ցույց տալիս ոնց են իրանք դասում, իրանք դասում են իրան որպես լիարժեք մարդ, ոչ թե որպես ավելի լավ մարդ, այլ լիարժեք, իսկ եթե ինչ-որ մեկը, ինչ-որ սենց բան է, ոչ թե գեշ է, այլ ասենք ոչ գեղեցիկ է, ոչ գեշ է, իրան ոնց որ սենց թերի էլի, այսինքն ինքը լիարժեք չի, լիարժեք մարդ չի, այդ թե ինչումն է խնդիրը, միակ խնդիրը այդ ձեր ամեն ինչի, որ դուք իրար հալածում եք, եսի միջեր եք անում, դրան ընդհանրապես մարդկությանը կփրկեն, երբ որ այն որ գաղափարախոսություն փոխվի, փիլիսոփայությունը այն որ վայբի համար է, ինչ որ կայֆի համար է, թե չէ այնենց փիլիսոփայությամբ որ դու ապրես, դա եսի միջ է լինելու, որովհետև փիլիսոփայությունը չի կարա լինի օբյեկտիվ, ես գալիս եմ դրան, որ չի կարա լինի օբյեկտիվ, ուզում ինքը լրիվորեն օբյեկտիվ, ինքը օբյեկտիվ չի, զուտ այն պատճառով, որ ինքը փիլիսոփայության դերում է, նույն բաները, ինչը որ կա այդ փիլիսոփայության մեջ հանեք, սենց գցեք մեկ այլ պապկայի մեջ, որը արդեն ոչ թե փիլիսոփայություն, այլ գաղափարախոսություն, դա կլինի օբյեկտիվ, փիլիսոփայություն չի, ոնց ասեմ, գաղափարախոսությունը, որը 80%-ով է օբյեկտիվ, ինքը կարա լինի օբյեկտիվ, ես սենց չեմ կարա որոշեմ, դա արդեն օբյեկտիվ է, թե չէ, կարա լինի օբյեկտիվ, իսկ փիլիսոփայությունը, որը 100%-ով է, իր մեջ ամեն ինչ 100%-ով օբյեկտիվ է, ինքը չի կարա օբյեկտիվ լինի, զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայություն է, փիլիսոփայությամբ ապրել չի կարելի, չէ, կարելի է, բայց որպես իմաստ, որ դու դա քո սրտում է, քո մտքում է, բայց դա որպես սկզբունքներ ինչ-որ տենց ապրել, ինչ-որ սենց երկրորդական սկզբունքներ կարան դրանք լինեն, որ ոչ թե հիմնական, որոնցով դու շարժվելու ես, ես այդպիսի մարդկանց հիվանդ եմ հաշվում, որոնք փիլիսոփայությամբ են ապրում, ես ոչ մի փիլիսոփայությամբ չեմ ես ապրում եմ ոչ մի բանով ես չեմ ապրում, ես ապրում եմ ուղղակի ճշտով, ես դա չեմ անվանում ոչ փիլիսոփայություն, ոչ գաղափարախոսություն, որովհետև ես չեմ սիրում ճշմարտությունը վերցնեմ ու շրջանակների մեջ գցեմ, իմ դուրը չի գալի, չեմ ուզում ես տենց անեմ, կարող ինչ-որ պետք է բան, բայց ես դա չեմ անում, հիմա, ես ուղղակի ապրում եմ ճշտով, իմ ճիշտը նրանն է, որ ես անում եմ ինչ ուզում եմ, ապրում եմ ոնց ուզում եմ, ոչ մեկին չեմ խանգարում, ոչ մեկին չեմ վնասում, չեմ նեղացնում, վերջ, այդքանն է, ուրիշ բան չկա այնտեղ, ընդհանրապես չկա, ու ես երբեք չեմ հավատում այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան պնդում են, այսինքն եթե մարդ ինչ-որ բան պնդում է, ինքը արդեն սուտ է խոսում, որովհետև ճիշտը երբեք չեմ պնդում,
որտեղ եք տեսել, որ ճիշտը պնդեն։ Ճիշտը, որ այն ամենասովորական ճիշտը, որ ասենք, չգիտեմ, մարզպանը չի կարելի, որ իրանք ասում են, իրանք սկսում են բացատրել։ Իսկ պնդել ասելով ես նկատի ունեմ, երբ որ մարդ ուղղակի sense դրա բանը անում, բան ձևի լինի, վստահ ձևի ինչ-որ, թե պնդում է։ Իսկ եթե պնդում է, հետո սկսում է բացատրել, նույն բանը, ինքը չպիտի դա պնդի։ Ոնց որ ինչ-որ մեկը գա, քեզ ասի, «Ուսնի վրա ծառ կա, ախպեր»։ Դու կհավատաս իրան։ Դու կմտածես, բարը, Իվան, դա եկել է, sense պնդում է ու ես իրան պիտի հավատամ, այ քեզ բան։ Հələ դու զգուշորեն, չգիտեմ, դողդղալով ինձի դա բացատրի նոր։ Իսկ ինքը եկել է պնդում է։ Հասկանում եք, ես տենց եմ վերաբերվում։ Իսկ այդ ձեր որ բանա, Հիտլերը, չգիտեմ, Հիտլերը սենց, Հիտլերը նենց, դուք նայեք ու մեկ դուք ընդհանրապես բանանում, պաշտպանում, ու մեկ դուք աջակցում։ Հիտլերը, որ եկավ իշխանության, ինքը միանգամից արգելեց կենդանիների հանդեպ բռնությունը, որ դուք այդքան ժիվադյորներին չեք սիրում, չէ՞, աջ ու ձախ, ամեն անկյունում ինչքան կատ ու շուն կա սատկացրել եք, բայց դուք ժիվադյորներին չեք սիրում։ Բանը դուք ապրել եք ռուսական կայսրությունում, որտեղ էլի նույն ձևի բաներ եղել, բայց դուք ժիվադյորներին չեք սիրում։ Ու ոչ թե դուք հարցը դրանում չի, դուք դա շարունակել եք։ Հասկանում եք, ուղղակի ով էր ասեց բանը, ժիվադյորները, ոյ։ Ինչ ասեմ, Հիտլերը սարքեց ազգայնական ազգի, երկրի, պետության համար պայքարող բան, հասարակություն, երիտասարդություն, չգիտեմ, ինքը իրականում հայրենասեր, ես որ ասեմ, ինքը վատ բաներ արել է, բայց լավ բաներ էլ արել, իսկ այդ ում որ դուք բան եք անում, ոչ են արել, ոչ են, մենակ վատն արել, մի երկու լավ բան կարող, ու դուք եկել եք այդենց մարդկանց աջակցող, պաշտպանող, սիրող, չգիտեմ, նվիրված, հարգող, այդենց եկել եք ու փնովում եք մի մարդու, քննադատում եք մի մարդու, որ վատն էլ է արել, լավն էլ է արել։ Հիմա դուք կարող ասեք, որ ինքը սարսափելի բաներ արել, իսկ մերը ոչ։ Այնի արել է սարսափ նորից, այնի արել է սարսափելի վատ բաներ, բայց արել է նաև լավ բաներ։ Ձերը սարսափելի վատ բաներ չի արել, արել է ուղղակի վատ բաներ, լավը չի արել, կամ երկուսից բան արել։ Եթե ձեր համար այս դեպքում ձերը ավելի լավն է, դի արդեն արժեքների հարց է, այսինքն ստացվում է, որ ձեր համար նա որ արել է լավ բաներ, բայց նաև արել է սարսափելի բաներ, ինքը ավելի վատն է, քան նա որ ոչ մի լավ բան չի արել, վատ բաներ արել։ Երկու ստից կապ ինչ-որ տեղ։ Բայց դրանք էլ են սարսափելի բաներ արել։ Էսի դրա պահով չեմ ասում, ուղղակի։ Մի հատ խոսանք նացիստական Գերմանիայի մասով ու սովետական միության։ Նացիստական Գերմանիան սեփական ժողովրդին բան չի արել, վարի չի տվել, ոնց որ սովետական միությունը, անգամ սլավոններին, անգամ եսիմ ում հրյաներին, բան, ում որ թշնամի է ու ավելորդ է հաշվել։ Ստեղ հասկանալի է։ Բանը, իսկ սովետական միությունը ինքն իր ժողովրդին էր վարի տալիս։ Հետո բանը նացիստական Գերմանիան բան արել, այո, ինքը ուրեմն սովետական գյուղերը այրել է մարդկանց, բայց թշնամու գյուղերը, թշնամու ժողովրդին, որին ինքը հաշվել է աղբ կամ գրեթե աղբ, այսինքն եթե ինքը թշնամու ժողովրդին այդպես չհաշվեր,
ինքը հնարավոր է նույնիսկ ձեռ չտար կամ գրեթե ձեռ չտար այդ թշնամու ժողովրդին, իսկ սովետական միությունը ինքն իր ժողովրդին արի տվել։ Հետո նացիստական Գերմանիա, ես սա չեմ պնդում, կարող է ինչ-որ դեպքեր եղել են, բայց ես երբեք չեմ լսել այդքան հետաքրքրվել, այդքան կարծացել եմ, ես երբեք չեմ լսել, որ իրանց բանակի, ես չգիտեմ հայերեն դա ոնց է արտասանվում, որովհետև ռուսերեն դա արտասանվում է Wehrmacht, մի խոսքով իրանց բանակի զինվորները ինչ-որ կեղտոտ, ես չեմ սիրում էլի այտենց բաները ասեմ, բայց դե ինչ-որ ձևով պիտի ես դա ասեմ, որ դուք իմանաք ինչի մասին է, ուղիղ չեմ սիրում ասեմ, ինչի մասին է խոսքը գնում, դե դուք հասկացաք, ուրեմն սենց արտահայտություն է իմ մոտ, դե դուք հասկացաք, ну вы поняли, вы меня поняли, երբ որ խոսքը գնում է այնպիսի բաների մասին, որը դու չես ուզում էլի ասես, կեղտոտ, ինչ-որ սենց խուժանական, դրա համար դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը գնում, ուրեմն նման բաներ, տենց բաներ չեն արել, ես այդքան գրականությամբ տարված չեմ եղել գրական հայերենով, այնպես որ այդ որ ասում են նման բաներ, ես շատ չեմ ջոգում ինչը նկատի ունի, դրա համար կասեմ հենց այդպիսի բաներ ինքը իրանք չեն արել, ինչ-որ դեպքեր եղած կլինեն, այ քեզ բան, բոլոր ժողովուրդների մեջ, բոլոր ամենտեղ կան մարդիկ, ովքեր թքում են բարոյականության վրա, լիքը բաների վրա, բայց այնենց իրանք այդպիսի բաներ չեն արել, խորհրդային բանակը արևելյան Պրուսիան գրավելուց վերցնելուց հետո ինչ է անում, տեղի բնակչությունը մորմշ ուղակի, տեղի բնակչությունը մորմշ, ինչ է անում, կոտորում է, տանում է, ու կեղտոտ բաներ է անում, հիմա չեմ ուզում նույնիսկ այդ բառը ինքը ցենզուրայի մեջ բառ է, էլի, բռնաբարում է այնտեղի կանանց, ես չգիտեմ, տասնյակներով, հարյուրներով, այդպես, ու նույնիսկ անչափահասների, ինչի մասին է խոսքը, ես հենց այսօր եմ դիտել մի տեսանյութ, որտեղ նախկին սովետական անվանենք զինվորական, չգիտեմ կոչումը, ինչ-որ բաներ, ինչ-որ հրաման, որ շեֆ է էլի, որ ինչ-որ հրամաններ է տալի ես իմում, չեմ սիրում ես այդպես կոչումներ, որովհետև մի հոգին հրամայում է 100 հոգու, բանա, ու դա բացատրվում է ինքը բանա, խելացի է գիտեն, դա հնար է, մի հոգին չի կարա 100 հոգուն բանանի, որովհետև չի այնց կարա տեխնիկապես ընդհանուր, բայց ես գտնում եմ մեկ այլ բան համակարգ պետք է կառուցվի, որ զինվորները իրանց բան անեն, ղեկավարեն, կառավարեն, ոչ թե իրենք բան է, արդեն եսի միջա, ոչխարի հոտ է, հովիվը բան է անում իրանց, գնացեք սենց արի, գնացեք, վայ, սխալվեցի, 50 հոգի այնտեղ մեռավ իզուր, ոչինչ, ինձ կներեն, բան է, կամ այդպես լինում է, որ բան է, ինչ-որ հարգելի սխալ է եղել, ինչևից է, այդպես բան է, ինչ-որ կոչումով զինվորական է եղել այդ մարդը խորհրդային բանակում, ինքը պատմում է, որ այդ պատերազմի ժամանակ բանը արևելյան Պրուսիան, ես շատ չեմ ջոգում ինքը ինչ նկատի ունի արևելյան Պրուսիա ասելով, գուցե ինքը նկատի ունի այն կլորիկ տարածքը, հա, որի կեսը հիմա Ռուսաստանի կազմում է, կեսը Լեհաստանի, չնայած հենց դա էլ կա արևելյան Պրուսիան ինքը իրականում եղել է
փոքրոտ ա եղել, ինքը հնում եղել է սլավոնական երկիր ու սլավոնական ինքը բանը գրաված է եղել վաղ միջնադարից եթե չեմ սխալվում, վաղ միջնադարից սկսած ուրեմն գերմանացիները այնտեղ գրավել են նույնիսկ բանը խաչակիրներ, չգիտեմ, տևտոնները գրավել են մի խոսքով այնտեղ ասիմիլյացիա է գնացել, խառնվել են այդ ռուսները, այդպիսի ազգ ա եղել սլավոնական, խառնվել են բաների հետ, ինչա գերմանացիների հետ ու այդպես դարել են ինչ որ ես արդեն չեմ կարա դա բնութագրեմ դա ինչ է, դա արդեն գիտնականներն են որոշում։ Հենց իրանք դարել են գերմանացիների նման ինչ որ բան, դե խառն ու իրանց լեզուն դարել է ինչ որ գերմանական կամ դրա ինչ որ բարբար մի խոսքով ասիմիլյացիա։ Հետո դե գերմանացիների հետ խորեգին ես գիտեմ պատմական իրանց տարածքների բաների գերմանացիների ու այդ Պրուսիան որտեղ է գտնվում, այդ Պրուսիայի ու պատմական գերմանական տարածքների միջև ընկած է եղել ներկայիս Լեհաստանի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան տարածքները։ Լավ, գերմանացիներն դեռ իրենց հողներ արևմուտքում Հելան եկան այստեղ, այս Պրուսիան վերցին իրանցով արին, всё դարավ Պրուսիա, էլի նույն ձև Պրուսիա է, բայց իրանց բայն այդ տարածքների այդ երկու տարածքների միջև եղած տարածքները, որտեղով իրանք եկել են ու նույնպես վերցրել են իրանք ոնց կոչեցին։ Նույնպես Պրուսիա, էլի կոչեցին Պրուսիա, բայց արևմտյան։ Իսկ այդ տարածքները արդեն դրանք չեն եղել։ Այն արևելյան մասերը այդ տարածքների եղել են Պրուսիա, բայց այնց ուրեմն կենտրոնական ու արևմտյան մասերը եղել են բան, ոնց է կոչվում, մոռացել եմ, Պոմերան, չէ։ Տենց մի բան, Պոմերանիա, տենց բան էր։ Արևմտյան մասն էլ ոնց որ կոչվել է Գոտիսկանձա է կոչվել։ Այնտեղ խառը։ Մի խոսքով, արևելյան Պրուսիա Այ հիմա կապ չունի իրանք էդ ինչ տարածք է, հիմա անվանը ոնց իրանք կոչել են սովետները ու գերմանացիներն են ոնց որ կոչել։ Ես շատ չգիտեմ, չեմ հիշում ոնց են իրանք կոչել օրինակ գերմանացիները երկրորդ համաշխարհային տարիներին ոնց են կոչվել այդ տարածքները։ Ես չգիտեմ։ Եվրոպացիները սենց հետաքրքիր բան ունեն։ Չնայած էդի մեր մոտ էլ կա, այս մերձավոր արևելքում էլ կա։ Ուրեմն մի տարածքը, ասենք ամեն 100 տարին մեկ փոխվում է լրիվ ուրիշ ձևով է կոչվում։ Այսինքն ինչ բան է, Դանցիգ, հիմա Լեհաստանում է, չգիտեմ ոնց է կոչվում, մոռացել եմ ավելի ճիշտ։ Բան է, ինքը ի սկզբանե ասում եմ ուրեմն էդի բանում է, հյուսիսում է Լեհաստանի, էլի անորոշ տարածքներ Պոմերանիան, ինչի մեջ է մտել, Պրուսիայի մեջ է մտել, հիմա կապ չունի, դա ի սկզբանե ոնց է, սլավոնական թե գերմանական, կապ չունի, ուրեմն, բայց ասենք, եթե դա Պոմերանիայի տարածքում է գտնվում, նախկին Պոմերանիայի, ու եթե Պոմերանիան ինքը գերմանական էր, ուրեմն ի սկզբանե այդ տարածքը, որի վրա գտնվում է Դանցիգ քաղաքը, նախկին Դանցիգ քաղաքը առաջ է կոչվել Դանցիգ, ինքը բան է, այդ տարածքը բան է, գերմանական։ Այդ դեպքում, բայց էլի այն չէ, ինչը որ արևմուտքում է, այսինքն պատմական բանը Գերմանիան ինքը գրեթե կապ չի ունեցել Պոմերանիայի հետ, չնայած Պոմերանիան նույնպես բան է եղել է, ուրեմն գերմանական ժողովրդի երկիր, դե գերմանական էդի խումբ է, ժողովուրդների խումբ է, շվեդիացիներն էլ են գերմանացիներ, բայց իրանք հենց Գերմանիայի երկրի հետ կապ բան
կազմում չեն եղել, մաս չեն եղել, չգիտեմ։ Այդպեսի բաներ։ Իսկ ինչ վերաբերում է զուտ քաղաքին, ապա ինքը ինչ-որ սլավոնական սոֆենս էհական տենց։ Տեսեք, ես խոսեցի Դանցիկից, մոռացա ինչի ընդհանրապես Դանցիկից սկսեցի խոսել։ Ուրեմն գայա վերջում Դանցիկ։ Մտել են սովետական, ինձ ասեմ սովետական խորհրդային տեղը։ Դա սովետական էլ է ճիշտ։ Խորհրդային բանակ մտել այնտեղ։ Այնտեղի Կալինինգրադը, որ գիտեք, չէ՞, Կալինինգրադ քաղաք։ Այդ կողմերը ու այն տարածքները այդ Պրուսիայի արևելյան, որը այդ ինքը այտենց բան է էլի եղել, պրովինցիա է եղել բանի կազմում, Գերմանիայի կազմում, այդ ժամանակները առաջին համաշխարհայինից, չգիտեմ, առաջ հետո 20-րդ դարում դա եղել է Գերմանիայի կազմում է եղել, կոչվել է Պրուսիա, արևելյան Պրուսիա, ինչքան հիշում եմ ուղղակի Պրուսիա կոչվել պաշտոնապես, տենց եմ հիշում, ուրեմն դրա այն տարածքները, որոնք Լեհաստանի կազմում են հիմա, բանը, կամ որ բանի կազմում են, ինչա դրա անունը, Լիտվայի, մտել է այդտեղ, չնայած Լիտվան արդեն ժամանակ փոքր է լինում, բայց դե երկրորդ համաշխարհայինի ժամանակ բանը, Գերմանիան, Լիտվան էլ, ամեն ինչն էլ վերցնում գրավում է, մի խոսքով, բաները գալիս են այդտեղ, սովետական բանակը 10 ձևի անուն եք մտածել մի հատ բանի համար, ինձ անդադ լեզվից գալիս է սովետական, այնպես որ կասեմ սովետական, խորհրդային համար բանա, սովետական բանակը գալիս է այդտեղ ու մորմշանում բաներին, տեղի բնակչությունը, քաղաքացիական անձանց, նույնիսկ լինում է երեխաները իրենց մամաներին գրկում են, բան չգիտեմ ինչ, այդտենց սպանում են իրենց։ Ու բանը, ասում են, որ վրեժ ենք լուծել։ Վրեժ լուծում են նրանից, ով որ դա արել է, այդ երեխեքը հետ կանայք քեզի բան էին արել, որ բանը սովետական խորհրդային ժողովուրդը վրեժ էր լուծում, գնային Հիտլերից վրեժ լուծի, հիվանդ։ Ինչի եք նեղանում Հիտլերից, Հիտլերն էլ էր ձեզնից վրեժ լուծում, դուք հասկանում եք, որ դուք վրեժ եք լուծել վրեժի համար, դուք նախ վրեժ եք լուծել նրանից, ով որ ձեզ բան չի արել, մի հատ է վրեժ եք լուծել վրեժի համար, այն ինչ որ Հիտլերը արել է ձեր նկատմամբ, դա ինչ որ իմաստով վրեժ էր, եթե ուրեմն արված չլիներ բոլշևիկների կողմից այն ամեն ինչ որ արվել էր Գերմանիայի նկատմամբ 1918 թիվ 1900 բանը երկրորդ առաջին համաշխարհայինից հետո այդ ամեն ինչը որ չլիներ, եթե Եվրոպան Գերմանիային ոչ մի բան արած չլիներ, այդ ջախջախած, մասնատած Հիտլերը գար ասեր ախպեր վստահ լիներ բոլորով, NSDAP-ով, ամեն ինչով վստահ լինեին, որ իրանք չգիտեմ միլիարդ անգամ են ավելի լավը կան, դուք իրանք ձեզի ձեռ չեն տա, ասեին հա լավ մեղք են կամ բան, այսի պատճառ չի, հասկանում եք, բայց իրանք երբ որ դուք իրանց մի հատ էլ հալածել եք, դուք իրանց վնաս եք տվել ու մի հատ էլ նախ արդեն այդտեղ իրանք եկան վրեժ լուծելու կամ տրամաբանական կլիներ, բայց իրանք մի հատ էլ ձեզի եսի ինչ են արում, հասկանում եք, այն ինչ որ դուք դա չհասկացաք, դա ախր դեբիլության եսիմ որերորդ աստիճանը պետքա լինի, որ մարդ չհասկանա, որ այն ինչ որ արել է Գերմանիան երկրորդ համաշխարհայինին, դա վրեժ էր, որ իրանց երկիրը, իրանց կայսրությունը մասնատել են, որ իրանք պետություն են ունեցել, որը սկսվել է բանում Նիդերլանդներում, Հոլանդիայում, Բելգիայում է սկսվել, ավարտվել է բանը
Բելարուսի կողքն է ավարտվել, դա հսկայական երկիր է եղել։ Իրանք ունեցել են գաղութներ Աֆրիկայում, հասկանում եք, դա հսկայական երկիր։ Այդ երկիրը ավերեցին, մասնատեցին, եսի ինչ արին։ Գրավեցին, մասնատեցին, Ռեյնլանդ, եսի մինչեր, էս գետի սահմաններով երկիր սարքենք, այսինչ բաներ էր արվում։ Ֆրանսիան գիտը, Ֆրանսիան միշտ երազել է, ես Ֆրանսիային դեմ բան չունեմ, ուղղակի որպես պատմական բան եմ ասում, թեզ։ Ինքը միշտ երազել է Գերմանիայի ուրեմն արևմտյան մասերը իրանով անի, որովհետև հին ժամանակներում ֆրանկները, ֆրանսիացիները իրանք ամենա ի սկզբանե իրանք գերմանացիներ են։ Իրանք եկել են գալերի հետ են խառնվել, լատինացիների հետ, իտալացիների հետ, բաների հետ, բրետոնների հետ, բասկերի հետ, կատալոնացիների հետ, այդքանի հետ խառնվել են, նոր դարել են ֆրանսիացիներ։ Իրանք միջև այդ ուղղակի կոչվել են ֆրանկներ են կոչվել ու իրանց տարածքը եղել է Բուրգունդիան, որը բանում է Ֆրանսիայի արևելքում է, մեկ էլ բանը ասենք ընդ ինչ որ տարածքներ, ես չեմ կարող ասեմ, որ դա Բուրգունդիայի մաս է, բանում Գերմանիայի արևմուտքում, հասկանում եք։ Ու այդ ժամանակ առիթավորման մտան այնտեղ, եսի միջեր արեցին, չգիտեմ, Ռեյնլանդ, բանը, նույնիսկ դրոշն եմ հիշում, ինչ որ բանը, կանաչ, սպիտակ կապույտ, Ռեյնլանդի դրոշը։ Կամ այն նույն Վեյմարյան հանրապետությունը, հիշում եք։ Հрьяաները առանց էդել այնտեղ վխտում էին բառից ամենաբուն իմաստով։ Իրանք ամենտեղ բան էին անում, ամենտեղ էին ախպեր, իրանք ամենտեղ դիրք ունեին, ամենտեղ իշխանություն ունեին։ Գերմանիայում չէր եղել ինչ որ բան իրանց հանդեպ, իրանց նկատմամբ, որ իրանց բանա ինչ որ գիտեք ինչ որ ռասիզմ, ինչ որ եսիմի, ինչ որ մեկի կողմից կարող է իրանք եղել են բանը կայսերական բանակում են եղել։ Իրանք եղել են հավասար բանը այդ երկրի ուրեմն բնակիչներ, ժողովուրդ, հա, ու տենց ձգտել են բաները գերմանացիները մտածել են, հիմա այս մարդիկ են սիրում են կամ ուզում են այս ձգտում են լավին, ձգտում են հարստության հանրավ բարձ։ Բայց ոնց ասեմ, չեն ջոգել, դե որոշները հնարավոր է, որ սա սենց բան է, էլի, ադաթի նման բան է, ավանդույթի նման, որ իշխանություն միասին լինենք, բան, մենք իշխենք, կառավարենք, մենք Աստծո ընտրյալածքն ենք, մենք էս ենք, են ենք, մենք ճիշտ ենք, մենք իմաստուն ենք, հա, ու սենց շարունակվել է, եկել է հասել է Վեյմարյան հանրապետություն, բանը Գերմանիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմը, մասնատեցին, էլ ավելի ինքը թուլացավ, էլ ավելի այդ ժողովուրդը այդ ամեն ինչը ավելի թուլացավ, հրեաներն էլ ավելի բան անում, զորանում այդտեղ ավելի ու ավելի շատ էին դիրքավորվում ու դրան գումարած իրանց օգնում էին հրեաների այդ սփյուռք բանից, Ամերիկայից, Կանադայից, եվրոպական տարբեր երկրներից, Ֆրանսիայից, որը այդքան բան էր անում, տզրուկի նման կպել էր Գերմանիայի վրա, այտենց Բրիտանիան էլ չեմ խոսում, որ սա Լոնդոնը վխտում է, ամբողջ Լոնդոնը վխտում է արյաներով։ Այսպես իրանք ուղղակի ուզեցան, չգիտեմ, էշի ու ձիու նման հեծնեն այդ ժողովրդին ու եղավ այն ինչ որ եղավ, հասկանում եք, ուրեմն անարդարությունը, բռնությունը, ուրեմն այդ որ բլիցը ոնց ասեմ, այդ ամեն ինչը ուրեմն հրեաների կողմից գերմանացիների հանդեպ, գերմանացիների նկատմամբ բերեց
առաջացրեց отчаянный, դուք ինքներդ եք մեղավոր, որ այս բառի հայերեն տարբերակը տենց չեք արտասում, ես սկի կարողա չգիտեմ, չնայած դժվար է, ուղղակի մոռացել եմ։ Ուրեմն հանգեցրեց отчаянный պայքարի, որ ուղղակի գերմանացիները իրանց ազգայնականներով ուղղակի ընկան ձեռովոտ, ոնց եք դուք ասում ձեռովոտ ընկնել, չէ՞, ձեռովոտ ընկան մարդիկ, ինչ եք դուք այտենց կպած, ոյ նոցիստների բան, ձեռովոտ են ընկել, ձեռովոտ ընկած ապրծփոր ոնց պարտայի գաղափարախոսություն են ստեղծի, գնացել են ազատել են իրենց երկիրը, հələ մի բան էլ ավել ինչ որ տարածքներ են հետ բերել, որոնք ըստ իրանցն էին։ Ճիշտ է, դա իրանցը չէին, բայց մարդիկ վստահ են եղել, որ իրանցն է։ Էս է եղել։ Դուք ասում եք, ոյ բանը նոնսենս, ախպեր, ես գտնում եմ, որ իրանց արածը նացիստական Գերմանիայի նացիստների այդ ազգայնականների արածը վատազուտ այն տեսակետից, որ իրանք մարդկանց են սպանել ու տանջել։ Վերջ, ուրիշ մնացած բաներ, որ իրանք արել են պատերազմ, բան ոչ։ Այն ինչ որ հիմա կասեն դու պատերազմ ես արդարացնում։ Պատերազմում հանդեպ երկրների, որոնք շրջապատել են մի երկիր ու ուզում են մտնել այդ երկիրը ինչ ասես անեն, շրջապատել էին այդ բանը Գերմանիան, Բրիտանիան 1, Նիդերլանդներ 2, Բելգիա 3, Դանիա 4, Ֆրանսիա 5, Լեհաստան 6, Չեխիա 7, բոլոր հարևանությունը իրանք կոալիցիա են իրա դեմ, իսկ ինքը ինչ էր ուզում, ինքը ասում էր ինձ տվեք բանը իմ մի պատարիկը ու իրոք այդպես է, Պրուսիան գտնվում է արևելքում, բանի Լիտվայի կողքն է։ Ես իմ համար դժվար է այնտեղ հասնելը, ինձի միջանցք տվեք Դանցիգ քաղաքով։ Էդ էր ուզում այդ մարդը, չտվին, կատղավ, հելավ ջարդոփշուր արեց։ Ու ասում են նացիստեր են, ձեր գաղափարախոսությունները մաքուր են, դուք ինչեր եք արել, գերմանացիները գնացել են բան Ամերիկայի հնդիկներին 100 միլիոն կոտորել են, անգլիացիներն են դա արել։ Այդ մեկը ոչ մեկ չի ասում։ Կամ ոնց է Ռուսաստանը կենտրոնական Ասիան իրան վերցրել Սիբիր, Միբիր, բոլորին կոտորելով Հյուսիսային Կովկաս, բոլորն են կոտորել, բոլորն են կոտորել, իսկ սրանք եկել կպել են մի հատ Գերմանիայի, որ գերմանացիները սպանել են։ Դուք չեք սպանել, դուք ամբողջ պատմությունը իրար մորթում եք։ Նրանք ոչ մեկին էլ չեն սպանել, իրանք սպանել են հրեաներին, բաներում, կոնցլագերներում, վերջ, իրանք կռվի դաշտում տանկեր են խփել, զինվոր են սպանել, գնացել են առաջ, իրանք ոչ մեկին չեն սպանել կռվի դաշտում, ինչ որ միտեղ որ գնացեմ երկու գյուղ են վառել, էդի բան չի։ Ես այդքան նայում եմ իրանց կադրերը, որ բանը ինչ են իրանք անում, ամենտեղ տանկա կրակում, զինվորներ են շարժում, բան ոչ միտեղ չկա, որ իրանք գյուղ վառեն։ Դուք կարող ասեք, բա իրանք չեն նկարի, որ իրանք վառում են։ Ախպեր, իրանք այն ինչ որ իրանք անում են, իրանք հելում ասում են լավ ենք անում, ճիշտ ենք անում։ Իրանք չէին թաքցնի, իրանք կնկարեն, եթե իրանք դա անում են։ Իրանք չէին թաքցնի։ Իրանք կխնդեն ձեր վրա, կասեն լավ ենք անում։ Իրանք ինչ անում են, ասում են լավ ենք անում։ Էդ էլ եթե իրանք անում են, իրանք ամեն ինչ նկարում են, էդ էլ կնկարեն էլի, ու առանց թաքցնելու, առանց վախվխելու, կասեն լավ ենք անում, չկա տես բան, ոչ մի տես բան չի եղել, ես չեմ հավատում այն ամեն ինչին, ինչը որ պատմում են նացիստական Գերմանիայի մասին, որովհետև ոչ մի ապացույց չկա, ես կյանքում չեմ հավատացել, որ իրանք էս են արել, են արել, ես մտածել եմ փոքրուց, դեռ շատ փոքրուց, ես մտածել եմ, որ իրանք ինչ որ վատ բաներ արել են, բայց չափազանցնում են, այսինքն Գերմանիան այտենց եսի միջեր չի արել, որ իրա մասին պատմում են, էլի, ուղղակի սա մարդիկ իրանց հերոսացնելու ու հակառակորդին թշնամուն սևացնելու համար են ասում, ուղղակի էդ է, որ ամերիկացիներն իրանց հերոսացնեն, սրբացնեն, բաները խորհրդային միության ժողովուրդները իրանց սրբացնեն, իրանց մեծարեն, գերմանացիներին էլ փնովեն ինչքան կարան։ Ես դա տենց եմ միշտ տեսել։
Դե այն կարող է այն որ շատ փոքր ժամանակ ինչ որ ես նոր էի այդպես բաների մասին իմանում, այդպես բաներ չէի մտածում, բայց մեծ մասը ես սենց եմ կարծել։ Ես չեմ հավատում, թող ես հավատում եմ ապացույցների, թող ինձ ցույց տան, թող ցույց տան։ Ես չեմ հավատում թանգարանների, ոչ, չեմ հավատում։ Ես կարամ նայեք, ես կարամ լիքը հազար ու մի լուսանկարներ ճարեմ իմ կյանքից, որտեղ շատ տարօրինակ բաներ ա այդ լուսանկարներում։ Ու ես դա այնպես ներկայացնեմ, որ ստեղ բանը, ստեղ դիակ ա, ստեղ էսա, այնա, ստեղ ինձի բան են արել, խփել են։ Ու դուք դրան կհավատաք, ես էլ կարամ տարեթվեր հորինեմ բանը, էս ինչ տարվա հունիսի 18 ժամը էսինչ քանիս, էսինչ տեղը, էսինչ պատի հետևը, ամեն ինչը հորինել կարելի ա, փաստերը դա չի։ Այդ որ թանգարաններում կա բանը Լեհաստանում կամ որ սարքել են բանը, այստեղ հոլոկոստ ա եղել, այստեղ այ քեզ բան, ես գալու եմ նայեմ այդ նկարներին, այդ ձեր տեքստը, որ 3 վայրկյանում կարաս գրես, էդի կարդամ ու ձեզ պիտի հավատա, ես խելքս հացի հետ եմ կերել։ Ես չեմ հավատում։ Փաստերը ուրիշ բաներ են։ Փաստերը երբ որ ներկայացնում են հետազոտություն, երբ որ ներկայացնում են կադրեր, վիդեո, այդ ժամանակ արդեն կարում էին նկարել, որտեղ իրոք պարզ երևում ա, որ մարդու են խփում, ինքը ընկնում ա, մեռնում ա, հասկանում ես։ Այսպիսի բաների եմ ես հավատում, բացահայտ ապացույցների։ Ես չեմ հավատում տարօրինակ sense ապացույցների էսենց տեղերում, ընդհանրապես ամեն տեղերում, բայց այստեղ առավել ևս, որովհետև այստեղ խոսքը գնում ա մի պետության մասին, բանը, որի հանցագործությունները գրեթե ապացույցներ չունեն, բայց այդ պետությանը բան են անում, ուրեմն sense փնովում են ամբողջ աշխարհով մեկ։ Ես այսպես եմ գտնում, գուցե իրոք այդ պետությունը պայքարել ա ինչ որ արդարության համար, ինչ որ վատ բաների դեմ, դրա համար այդ համաշխարհային չարիքը, որի դեմ ինքը պայքարել ա, ուրեմն հիմա այդ համաշխարհային չարիքը բան ա անում, այդ պետության ինչքան կարա փնովում ա ու սևացնում ա։ Ես դա տենց եմ հասկանում։ Գուցե պարզվի, ես դա չեմ բացառում, գուցե պարզվի, որ իրանք արդար պայքար են մղել։ Գուցե տենց էլ պարզվի։ Ու ես այդ դեպքում ոչ մի դաժանություններ չեմ արդարացնելու, որովհետև մարդկանց հասկանալ ա կարելի, որովհետև եթե դու սկսես, ոնց ասեմ, ես այդ որովհետևի շարունակությունը չի, ուղղակի ասեմ, որ եթե մենք սկսենք բանը քննադատել ամեն բռնություն, որը ավելորդ էր, որը պետք չէր, կարելի էր առանց դրա, մենք հասնելու ենք նրան, որ մենք մեր մեծ հայքը դնելու ենք ու խլեշի տակ գցենք, որովհետև մեր նույն Տիգրան մեծը ելավ գնաց հասավ Եսիմու ում տվեց Սամասու դարեց, մենք կարանք էդ էլ նույն տրամաբանությամբ ասենք, ոյ չէր կարելի, քոնը պաշտպաներ, Եսիմի չէր, չէ՞։ Իրոք չէր կարելի, բայց ինքը արեց դա ու երբ որ ոնց ասեմ, արած ինչ որ ոչ ճիշտ բանը իրա մեջ բաներ էր պարունակում, sense արդարացի, sense ճիշտ բաներ, ինքը արդեն արդարացի է համարվում, չնայած ինքը տեխնիկապես ինքը չպիտի լիներ, ըստ ինձ օրինակ ուղղակի իր արածը, որ ինքը հետ է գնացել է, գեգեմոն ա եղել, ուզեցել է ամեն ինչ իրանով անի, չէ, մեզնով անի, չգիտեմ, ինքը էդի սխալ է, բայց երբ որ իմանում ես, որ ինքը գնացել է ջախջախելու այդ երկրները, որ իրանք հետագայում հետը չկարողանան կան մեզ գրավել, մեզ տրկացնեն, այդ ժամանակ իր արածը արդեն արդարացի է լինում, սենց է, դրա համար ես չեմ ասում, որ բանը կարա պարզվի, որ նացիստական Գերմանիայի գործողությունները ուղղակի սենց բան են, էլի, ճիշտ են կամ արդարացի են, ոչ, ուղղակի բանը կարա պարզվի, որ ինչպես արդեն ասացի, ինքը արդար պայքար ա մղել ու այդ գործողությունների ուրեմն
Մի խոսքով այդ գործողությունների նպատակները, դրդապատճառները, ինչ որ պատճառները այդ գործողությունների ուրեմն իրանք արդարացի այնպիսին են, որ այդ արածները ստացվում են արդարացի։ Ես չեմ ասում, որ դա այդպես է, որ նա արդար ինչ որ պայքար է մղել կամ որ գործողություններն եղել են արդարացի, բայց ես ասում եմ, որ չեմ բացառում ու ոչ թե միայն չեմ բացառում, այլ հիմա մի հատ էլ ասում եմ, որ ոնց ասեմ, ոչ թե ուղղակի չեմ բացառում, այլ հնարավոր է նույնիսկ ասած ոչ թե ուղղակի բան չի, ինչ որ փոքր հավանականություն կա, այլ հնարավոր է, որ պարզվի, որ իրանց գործողություններն արդարացին ու իրանք արդար պայքար են մղել, որ իրանց գործն արդար էր, իրանց պայքարը։ Հա, всё, հիմա վերջ։ Հիմա մենք կընկնենք համաշխարհային ջհուդական բանի տակ պրիցելի։ Մեզ ամբողջ աշխարհով հեսա վերջ կհետապնդեն։ Չզարմանաք, եթե դուք ինձ ինչ որտեղ բանը գտնեք, ուրեմն մեռած, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր այդ ցանցին ինչ որ դեմ բան են ասում, իրանք շատ մեծ գին են վճարում։ Սա բոլորը ինձ նացիստ են համարելու, նացիստ, ֆաշիստ, ինչ ասես։ Տելեգրամում քո ավատար կեկի վրա կեռ խաչեր էին միատել։ Բամ։ Ոչ, հակասեմիտիստ, անտիսեմիտ, եսիմ ինչ։ Բոլորը լարվելու են։ Մեր դեմ վեհարի ճանապարհը նացիստական կազմակերպությունը